Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որ պատարագից առաջ եկեղեցիներում հնչի օրներ գա։ Անկամինքը Նիկոլ Փաշինյանն է սխալ, որ մասը առաջարկը սխալ է իհարկե։ Չգիտեմ։ Ինչ որ Նիկոլ Փաշինյանն անում դուրս չի գալիս։ Հատում դուրս չի գալիս։ Ինչ որ ինքն անում է դուրս չի գալիս։ Ոչ, համաձայն չեմ։ Չեմ կարող ասել։ Այսինքն իրանց համար մի սաղ այտենց արե դրել են, սաղ կարևոր է, հմել օշներքի մասին եմ մտածում։ Իրանք ու օշներքն ու այ քույրիկ ջան։ Ինչ օշներք։ Սա խաղացի ինքը մի սաղ գցել են գծի, հմել օշներքի մասին եմ մտածում։ Ես դրա ոչ մի բանին էլ համաձայն չեմ, բաց չէ։ Այդպես։ Բացատրելու թեմա չկա։ Մի հատ մտեք սիթի տեսեք ինչ է կատարվում։ Հասնում է ժողովրդին։ Մտեք տեսեք էլի։ Դրա համար էլ օգտվում է ինքը։ Բարդ հարցեք, դա չեմ էլ լսել այդ առաջարկի մասին, ճիշտն ասած։ Գրառում է արել Facebook-ում, որ ճիշտ Ճիշտն ասած չեմ մտածել այդ ուղղությամբ։ Կարծում եմ ոչ կխանգարի, ոչ կօգնի, սենց ասեմ։ Իհարկե ոչ, մենք համաձայն չենք, որ ինքը ղեկավարի երկիրը։ Եկեղեցին Դժգոհ ենք, շատ դժգոհ ենք։ վնաս չի տա։ Ինչու ոչ։ Ոչ պարտադիր է, ոչ էլ շատ մերժելի։ Հարցը այդ չի։ Այս պարագայում մեր խնդիրներից կարևորագույնը դա չի։ Որն է ամենակարևորը։ Ամենակարևորը խաղաղությունն է մեր երկրում։ Բարեկեցությունը, ներքին հաշտությունը, մարդկանց բարեկեցությունը, մարդիկ իրար սիրեն։ Ունենք հիմա այդ ամեն ինչը։ Իհարկե ունենք։ Չեմ ասում 100%, նայած ով ինչքան է հասկանում, ես կարծում եմ կա, խաղաղության հույսը կա, մեծ է, ես վստահ եմ, որ մյուս տարվա առաջի երամսյակին կլինի։ Հաշտությունն է մեզանից է կախված, եթե ես ու դուք հիմա ինչ-որ բան որոշենք, որ իրար նեղացնենք ու չհաշտվենք, ուրեմն չի լինի։ Բարեկեցությունն էլ աշխատանքի գիտակցության հետ է կապված։ Մարդկա ունի, բայց ասում է չկա։ Մարդիկա շատ լավ է տրամադրվում ու ստացվում է։ Եթե լավ է տրամադրվում ինչ-որ բաներ, դրական էմոցիաներ ստացվում է։ Ինչևէ, ես կարծում եմ ամեն ինչ լավ է։ Ճանապարհները բացվեն, Թուրքիա հետ սահմանը բացվեն, ինձ համար ամենակարևորներից մեկն է։ Ոչ թե այլ շատ կարևոր է։ Տնտեսությունը զարգանան, կան, մենք հասնենք Եվրոպա, առևտուր անենք քաղաքակիրթ երկրների հետ։ Այս կա մի բան։ Չեմ ուզում խոսամ ուղղակի։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց դա եկեղեցին է վերաբերում։ Եկեղեցին չի հետաքրքրում։ Ներեցեք էլի, ես չեմ ուզում խառնվեմ, որովհետև կներեք։ Այո։ Ինչու՞։ Որովհետև դա կբարձրացնի մեր ժողովրդի ոգին։ Մենք կզգանք հայ, մենք կզգանք ինքնիշխան պետություն։ Դրա համար անհրաժեշտ է իրոք, որ օրներքը հնչի շարականների սկզբում, երբ որ սկսելուց առաջ իհարկե, եկեղեցու պատարագը սկսելուց առաջ։ Մինչև հիմա որ չի հնչել, մենք մեզ ինքնիշխան հզոր պետություն չենք։ Մենք չէ, դա, ասենք, դա լրացուցիչ կստեղծի, ասենք, պայմաններ օրնանքի հնչելը ավելի կբարձրացնի ազգի ոգին։ Համ օրհներքը, համ էլ զանգերը պետք է միացնեն եկեղեցիների։ Ես ընդհանրապես Փաշինյանի այս արած գործերը չեմ համարում նորմալ։ Սա պարզապես ազգը ոչնչացնելու նշան է, որ ընկել է հայը ժողովրդի հետևից։ Այդքան բան շունչս կտրվեց աստիճանները բարձած։ Չեմ ընդունում դա։ Ինքը շատ սխալ է։ Եթե մի քիչ ինքը իրոք ունենար հասկացողություն, հայ լիներ, կներ ամեն ինչ նորմալ։ Այդ կրոնին կպնելը ամենամեծ հանցանքն է։ Ես ընդունում եմ իմ կրոնը, հարգում եմ, սիրում եմ ու պիտի միշտ հպատակ լինեմ նրան։ Ոչ թե այս ձևով խայտարակություն ազ։ Հայ ազգի պատիվը գցեց։ Ես մենակ էլ կասեմ։ Բայց կցանկանայիք, որ պատարագից առաջ եկեղեցում օրներ հնչեն։ Իր այդ առաջարկը նորմալ է։ Չէ։
Եկեղեցին ունի իր օրենքները։ Այսքան տարի որ արել է, շարունակվել է ու մինչև հիմա պահպանվել է, նույն ոճով էլ պետք է գնա։ Ես դա եմ ընդունում։ Գաղափար չունեմ այդ օրենքներից, չեմ հասկանում, չեմ կարա պատասխանեմ ոչ մի բան։ Ինքն ասում է, որ առաջարկում է, որ պատարագից առաջ Ինչի հիմա վրա, ինչի առաջարկում, իմաստը, պատճառը որն է։ Ասում է, որ 301 թվականին, երբ քրիստոնեությունը ընդունվել է, Ծանոթ չեմ այդ պատմություններին, ոչ մի բան չեմ կարող ասել։ 301 թվականին որ ընդունել ենք դա եղել է պետական որ քրիստոնեությունը ընդունվել է պետական մակարդակով։ Դրա համար կարծում եմ ինձ թվում է պետքա լինի։ Այդքան բան։ լավ որ շնորհակալ Հիմնավորում եմ, ինչի համար ես համաձայն եմ։ Որտեվ դա պետական մասնիկ է, ինքը առանձին չի կարա լինի որպես եկեղեցի։ Դա մեր պատմությունն է, որը 301 թվականից պետությունը ընդունել է որպես քրիստոնեություն, որպես կրոն։ Գանձս ներողություն եմ խնդրում, ես այդ հարցում չկամ։